Հանդիպումը նախագահական նստավայրում սկսվել է պարգևատրման արարողությամբ։ Բակո Սահակյանը Կարեն Կարապետյանին է հանձնել Մեսրոպ Մաշտոց շքանշան, որով նա պարգևատրվել էր օգոստոսի 30-ին սոցիալ-տնտեսական կարևորագույն խնդիրների իրականացման գործում Արցախին ցուցաբերած աջակցության համար եւ ի նշանավորումն ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի։ Նախագահ Սահակյանը մեկ անգամ եւս շնորհավորել է Կարեն Կարապետյանին Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ եւ հույս հայտնել, որ նրա վարչապետության օրոք կշարունակի հետևողականորեն զարգանալ ու ընդլայնվել Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձր մակարդակի վրա գտնվող տնտեսական համագործակցությունը։ Հանդիպանը, որի մասնակցում էր վարչապետ Արայիկ Հարությունյանը, քննարկվել են հայկական երկու պետությունների տնտեսական համագործակցության առնչվող հարցերի լայն շրջանակ։ Առավոտյան հայկական զույգ հանրապետությունների կառավարությունների անդամները վարչապետների գլխավորությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ խոնարհել այնտեղ։ Այնուհետև կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն քննարկելու գործադիր մարմինների միջև համագործակցության հիմնական ուղղություններն ու խնդիրները։ Արայիկ Հարությունյանը Արցախի իշխանությունների անունից շնորհավորել է Կարեն Կարապետյանին Արցախի նախագահի կողմից Մեսրոպ Մաշտոց շքանշանին արժանանալու առթիվ։ Հանրապետության վարչապետը հաջողություններ է մաղթել Կարեն Կարապետյանին նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների եւ ջերմ ընդունելության համար Հայաստանի Հանրապետության վարչապետը նշել է, որ իրեն պարտավորված է զգում եւ գործնական է տրամադրված երկու կառավարությունների միջև համագործակցությունն էլ ավելի խորացնելու եւ փորձի փոխանակումն ընդլայնելու գործում։ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Արցախի Հանրապետության վարչապետի հետ գաղափարակիցներն եւ տնտեսության զարգացման պատկերացումները նույնն են։ Ուստի ակնկալում է առավելագույն արդյունավետ աշխատանք առկա խնդիրների վերանման եւ քննարկման ժամանակ, ինչպես նաեւ հետագա համագործակցության ընթացքում դրանց լուծումներ գտնելու գործում։ Այնուհետև Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը ներկայացրել է 2007-2015 թվականների ընթացքում տնտեսության զարգացման ծրագրերի վերաբերյալ հաշվետվություն, անդրադառնալով տարբեր ոլորտների զարգացման գործիքակազմերին եւ խնդիրներին։ Կարեն Կարապետյանը տպավորիչ եւ օրինակելի համարելով ներկայացված մակրոցուցանիշները, ներկաների ուշադրությունը հրավիրել է հատկապես էներգետիկայի եւ զբոսաշրջության ոլորտների զարգացումը խթանող նոր գործիքների մշակման անհրաժեշտության վրա։ Արցախի ներդրումային եւ գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրենները ներկայացրել են իրենց ղեկավարած կառույցների գործառույթներն ու ցուցանիշները։ Արայիկ Հարությունյանն էլ ներդրումային եւ գյուղատնտեսական ծրագրերի ուղղությամբ կառավարության քաղաքականության հիմնական տրամաբանությունը։ Վարչապետը պատրաստակամություն է հայտնել Արցախի Հանրապետության կառավարության կուտակած փորձով կիսվել Հայաստանի Հանրապետության գործընկերների հետ։ Կարեն Կարապետյանն իր դրական տպավորությունն է արտահայտել հիմնադրամների գործունեության ու կիրառվող գործիքակազմի վերաբերյալ եւ հանձնարարել Հայաստանի Հանրապետության համապատասխան պաշտոնյաներին փորձի փոխանակման միջոցով քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետությունում եւս նմանատիպ կառույցներ հիմնելու եւ գործունեություն ծավալելու ուղղությամբ։ Խորհրդակցության ընթացքում կողմերն առաջ են քաշել կոնկրետ առաջարկներ եւ ձեռք բերել փոխադարձ պայմանավորվածություններ դրանց կյանքի կոչման ուղղությամբ։ Հանդիպման ավարտին կառավարությունների ղեկավարները տվել են համապատասխան հանձնարարականներ վերհանված խնդիրների արդյունավետ լուծման նպատակով։ Վերջում երկու կառավարությունների ղեկավարների գլխավորությամբ առանձին խորհրդակցություն է տեղի ունեցել էներգետիկայի ոլորտում համագործակցության կոնկրետ ծրագրերի շուրջ։ Կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություններ հետագա անելիքների վերաբերյալ։ Սամվել Բալայան, Մերժոն Հայրապետյան, Հայկ Բաբայան, օր։ Այս տարիների ընթացքում հատկապես Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միության անդամակցվելու հետ կապված բազմաթիվ մենք ընդհանուր խնդիրներ ունենք քննարկելու, ամփոփելու, ընթացքավորելու եւ հետագա մեր անելիքները որոշելու առումով։ Այսօրվա մենք մեր հանդիպմանը մենք նախատեսում ենք էկոնոմիկայի նախարարության հետ Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության հետ կնքել համագործակցության հուշագիրը մանրամասը մշակվել է բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների առաջարկությունների հիմք ընդունելով, ասեմ, որ ստորագրվող փաստաթուղթը իրենից ներկայացնում է ոչ թե ուղղակի փաստաթուղթ, որ մենք ստորագրում ենք որից մեկին հաշվետվություն ներկայացնելու համար, այլ ստորագրվող հուշագրում մենք նախատեսում ենք բոլոր այն ուղղությունները, բոլոր այն մեր անելիքները, բոլոր այն
համատեղ աշխատանքները, որը մենք պիտի իրականացնենք այսուհետ համատեղ մեր գործունեության ընթացքում։ Այն փաստաթուղթը, որը մի քանի րոպե անց ես եւ Լեռնային Ղարաբաղի կանոնական նախարարը կստորագրենք, դա զուտ փաստաթուղթ չէ լինելու, այլ դրա մեջ մենք տեսնում ենք այն համագործակցությունը, որը պետք է կրի ամենօրյա բնույթ։ Մենք պարզություն ենք ձեռք բերել նախարարի հետ, որ մեր երկու գերատեսչությունները պետք է համապատասխան ստորաբաժանումները իրար հետ անմիջական կապի մեջ լինեն ամենօրյա ռեժիմով։ Մենք պատրաստական ենք, որպեսզի այն կառույցը, որը ձևավորված է Հայաստանի Հանրապետությունում, այն պետք է իր գործունեությունը իրականացնի հաշվի առնելով մեր երկու հանրապետությունների բոլոր եւ ընդհանուր շահերը։ Սուրեն Կարայանը պատրաստակամություն է հայտնել աջակցել գործընկեր կառույցին բոլոր օղակներում, իսկ դրա համար անհրաժեշտ փաստաթղթային հիմքը փոխգործակցության հուշագիրն է, որ ստորագրեցին երկու նախարարները։ Մարինե Մկրտչյան, Հայկ Բաբայան, օր։ Էներգետիկ ոլորտ, բարձր տեխնոլոգիաներ, ստանդարտացում եւ սերտիֆիկացում, համագործակցությունը երկու կառույցների միջև բազմաշերտ է լինելու։ Նաեւ աջակցելու են ներդրումների ներգրավման, առևտրի ու արտահանման խթանման, արդյունաբերության ոլորտներում։ Այն համագործակցությունը, որ տեղի կունենա մեր գերատեսչությունների միջև, այսուհետ կկրի ինստիտուցիոնալ բնույթ եւ կարելի ասել նաեւ ամենօրյա բնույթ, որը որ հնարավորություն կտա, որպեսզի մենք բոլոր մեր զարգացման ուղղություններով լինենք միասին եւ բոլոր քայլերը իրականացնենք համատեղ, ինչը կապավի մեզ ավելի զգալի արդյունքներ արձանագրել, ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում։ Մշակվել է Արցախի տնտեսության զարգացման ռազմավարությունը, որը միտված է կյանքի նոր որակ ապահովելուն։ Այդ համատեքստում առաջիկայում ստեղծվելու է աշխատանքային խումբ, որը կհամակարգի նախարարությունների փոխգործակցությունը։ Այսօրվա հանդիպումը եւ քննարկումը շատ արդիական է եւ կարծում եմ համոզված եմ, որ լինելու է արդյունավետ, որտեղ կուտակված խնդիրները նշված ոլորտներում արդեն շատացել են։ Որպես բարի կամ արտահայտություն ու համագործակցության նոր թափի սկիզբ Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը գործընկեր կառույցին է տրամադրել 50 միլիոն դրամ։ Այդ միջոցներով ձեռք է բերվել ՈՒԱԶ մագնիշի 13 մեքենա։ Մեքենաների բանալիներն այսօր հանդիսավոր պայմաններում հանձնվեցին համայնքների ղեկավարներին։ Մարինե Մկրտչյան, Հայկ Բաբայան, օր։